Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո հայկական մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե իրավական ինչ մեխանիզմներ կան, որոնք կարող են հիմք հանդիսանալ հայկական ընտանիքի սպանության գործն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու, իսկ սպանության մեջ կասկածով Վալերի Պերմյակովին Հայաստանում դատապարտելու եւ պատիժը կրելու համար, եթե ապացուցվի, որ սպանությունը նա է կատարել։ Թեմայի վերաբերյալ այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի զրուցակիցն իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։ Վերջինս ուսումնասիրում է հայ-ռուսական միջպետական այն համաձայնագրերը, որոնցում ամրագրված ինչ-ինչ կետեր մեծ հնարավորություն կտան իրավական տեսանկյունից հիմնավորել Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործն ու սպանության մեջ կասկածվող Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջը։ Բարև ձեզ, պարոն Իոաննիսյան, նախ անդրադառնանք այն հարցին, թե ինչու է առաջնահերթ համարվում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն ու դրանում կասկածվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը։ Բարև ձեզ, տեսեք, այստեղ իրականում հետևյալ խնդիրն է, որ Հայաստանի տարածքում տեղի ունեցել հանցագործություն, սպանվածները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եւ դրա մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Հայաստանի տարածքում։ Չմեն Հայաստանի տարածքում, այլ նաեւ Հայաստանի ուրեմն իրավասությունների տարածման տարածքում, այսպես կոչված։ Բայց դրանով հանդերձ ձերբակալողները եղել են ռուս սահմանապահները, ովքեր փախցրել են ռուսական ռազմաբազա, Հայաստանում հանցանք կատարած մարդուն փախցրել են ու խոստանում են, ասում են, մենք իրանք կպատժենք, բայց դուք մի պատժեք, մոտավորապես սենց է հնչում, իրենց տեսակետը։ Հիմա խնդիր կա, որ այդ մարդը պետք է Հայաստանում ուրեմն պատասխանատվության կա, առհասարակ ամբողջ գործը պետք է Հայաստանում քննվի եւ անգամ միարժեք չէ, որ հենց այդ մարդն է մեղավորը կամ հենց միայն ինքն է մեղավորը, այստեղ բազմաթիվ հարցեր կան, որ մինչև հիմա հասարակության համար բաց են եւ քանի դեռ ռուսական կողմն է գործը քննում, այդ հարցերը այդպես էլ բաց կմնան, այնպիսի հարցեր, ինչպիսին է ինչու ինքը ընտրեց այդ տուն երկային շատ ավելի հարմար բազմաթիվ այլ տներ, ինչու չգիտեմ ինչու զենքը թողեց, ինչպես հաջողացրեց 3 տարբեր սենյակներում գտնվող անձանց այնքան արագ ուրեմն գնդակահարել, որ ոչ մեկ տեղից վեր չկեցավ եւ այլն, Հիմա այդ հարցերի պատասխանները եթե ռուսական կողմը քննի, մենք չենք իմանա, որովհետեւ հիճուկս խոստումների, որ ռուսական կողմը կքննի հրապարակավ եւ այլն, մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի հրապարակայնության մասին խոսք չկա։ Ոչ գիտենք թե ինչ փորձաքննություններ են արել, ոչ գիտենք թե ինչ փորձաքննություններ չեն արել։ Օրինակ Ավետիսյանների տանը իմ կարծիքով պետք է արվեր ձայնի փորձաքննություն, օրինակ սենյակի մեջ կրակոցի նման մի ձայն արձակվեր եւ տեսնվեր թե արդյոք հարևան տներից իրոք չէր լսվում այդ ձայնը, թե լսվում էր, եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, որ եթե ռուսական կողմն է գործը քննում, այդ հարցերը տենց էլ բաց կմնան։ Եվ ստեղ իրականում շատ ավելի կարևոր է նաև ինքնին պետականության հետ կապված հարցը, որովհետև եթե մեր երկրում մեր քաղաքացիներին ինչ-որ մեկը սպանում է եւ մեր երկրում այդ մարդուն ուրեմն բռնում են, որովից է կասկածից վերա, որ այդ մարդը պետք է մեր երկրում կվի, հակառակ դեպքում մենք պետություն չենք, Եթե մենք պետություն ենք, այդ մարդը պետք է մեր երկրում ուրեմն պատիժը ստանա եւ դատապարտվի եւ դատավճիռը պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ դատավճիռի իմաստը լինելու է Հայաստանի Հանրապետության, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության մարդարության հաստատման համար, եւ այն չի կարող լինել հանուն Ռուսաստանի Դաշնության դատավճիռ։ Սա կապված նրա հետ, թե ինչու է անհրաժեշտ, որ Պերմյակովին ուրեմն քրեական հետապնդման եւ ոչ միայն Պերմյակովին, այլ այդ գործը ընդհանրապես ամբողջությամբ քննվի հայկական կողմում, Այստեղ հետևյալն է բավական հետաքրքիր, որ այս դեպքերի ընթացքում ի հայտ եկան առնվազն 3 պայմանագրերի խախտումներ, հայ-ռուսական առնվազն 3 պայմանագրերի, Այո, ներկայացրեք, խնդրեմ, հետաքրքիր է իմանալ։ Մեկը դա 92 թվականին ստորագրված սահմանապահ զորքերի մասին պայմանագիրն է,
հա, որով խախտվել են 3-րդ, 5-րդ եւ 25-րդ հոդվածները։ Մյուսը դա ուրեմն ռուսական ռազմաբազայի հետ կապված այդ իրավասությունների եւ իրավական փոփոխության պայմանագիրն 97 թվականին ստորագրված, որի 4-րդ հոդվածն է խախտված, դրա մասին բոլորն են արդեն խոսում, անգամ կարծես թե դատախազը դա ընդունեց, եւ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման մասին պայմանագիրն 95 թվականի, որի 9-րդ, 15-րդ հոդվածները խախտված են, հա, ռուսներն են, այսինքն ռուսական պաշտոնյաներն են, հա, այդ հոդվածները խախտել ռուսաստանյան կողմը։ Հիմա այստեղ հետևյալն է, օրինակ կապված նրա հետ, որ սահմանապահները նրան բռնել են եւ հանձնել են։ Հիմա մենք արդեն կարծես թե ակնհայտ է դառնում, որ Պերմյակովը չի փորձել պետական սահման հատել, որովհետև եթե ինքը փորձել պետական սահման հատել, իր վրա գործ կհարուցեին, կարծեմ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն է, եթե չեմ սխալվում, պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար, հա, որտեղ հանցագործություն անավարտ փորձն է հանցագործություն։ Բայց նման գործ չի հարուցվել առ այսօր, ոչ ազգային անվտանգության ծառայությունը, ոչ քննչական կոմիտեն նման հոդվածով գործ չեն հարուցել Պերմյակովի դեմ։ Դա նշանակում է, որ Պերմյակովը իրականում ընդհանրապես թաքնվում էր սահմանին մոտիկ եւ չէր փորձել սահման հատել։ Ուրեմն ինչից բխում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը խառնվել են Պերմյակովի որոնման գործին, հա, եւ ոչ թե սահման են պաշտպանել, որովհետեւ այդ ուրեմն 92 թվականի պայմանագրի 3-րդ մասի ընդհանրում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը չեն զբաղվում Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պաշտպանությանը չառնչվող գործունեությամբ ու բացառությամբ բնական աղետների, վթարների եւ աղետների հետևանքների վերացման, այսինքն եթե չի եղել հայ-թուրքական սահմանի հատման փորձ, ռուս սահմանապահների իրավունք չունեին խառնվեին, հա, բայց իրենք խառնվել են, մարդ են բռնել ու դա ուրեմն եւ ոչ թե կանչել են հայ իրավապահներին, հա, տեսել են Պերմյակովին, լավ են արել, թող կանչեին Հայաստանի, գիտեն որ Հայաստանի ոստիկանությունը որոնում է իրան, թող կանչեին Հայաստանի ոստիկանությունը իրան բռներ։ Հա, բայց իրենք որոշել են, որ իրենք ինքնուրույն պիտի բռնեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Հաջորդ, ուրեմն 5-րդ հոդվածում պայմանագրի ասում է, որ 5-րդ հոդվածը ասում է պայմանագրի, որ նման դեպքերում, որ ռուս սահմանապահները առաջնորդվում են Հայաստանի քրեական եւ քրեադատավարական օրենսդրությամբ եւ իրենց համար Հայաստանի օրենսդրությունը գերակա է Ռուսաստանի օրենսդրությունից։ Այսինքն, եթե հակասություն կա Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրության միջեւ, իրենք առաջնորդվում են Հայաստանի օրենսդրությամբ։ Հայաստանի օրենսդրությամբ, ինչպես նաեւ նույն այդ 5-րդ հոդվածի համաձայն, արդեն ուրիշ հատվածի 5-րդ հոդվածի, իրենք պարտավոր էին, եթե կար սահմանը ապօրինի հատելու փորձ, պարտավոր էին այդ մարդուն բռնել եւ հանձնել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, ինչը իրենք միշտ արել են մյուս բոլոր սահմանահատների հետ, բռնել են, հանձնել են Հայաստանի ԱԱԾ-ին։ Այսինքն հետեւյալ պրինցիպով, հա, դուք ձեր պետության տարածքում հանցանք կատարած մարդը, հա, ով ապօրինի փորձել է սահման հատել, դուք արդեն իր հետ պարտեք։ Մենք գործ չունենք, հա, դա շատ ճիշտ եւ իրավաչափ մոտեցում է։ Անկախ նրանից, թե հանցանք կատարած մարդը որ երկրի քաղաքացի է, այլն նրանց չի վերաբերվում։ Դանիել, փաստորեն Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը հիմնավոր է։ Իհարկե։ Ես ուղղակի մի քիչ փորձեմ կարճ ասել, նաև այսինքն այստեղ էլ են սահմանապահները օրենք խախտել, պայմանագիր խախտել։ Բացի այդ սահմանապահների տեղաշարժը, իրենք իրավունք չունեն իրենց բազաներից դուրս որևիցե տեղաշարժ անեն, որը Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված չի։ Բայց իրենք Պերմյակովին բռնել են, տարել են 17 կիլոմետր, տարել են Բայանդուր գյուղից մինչև ռուսական ռազմաբազա, հա, ու այդ իրենց տեղաշարժումն էլ չի եղել համաձայնված Հայաստանի իրավապահների հետ, այսինքն ստեղել են իրենք պայմանագիրը խախտել։ Հիմա ես իրավելում եմ այդ ամենին, նաև կա
97 թվականի ստորագրված պայմանագրի 4-րդ հոդվածը, որն ասում է, որ ռուսական ռազմաբազայի ծառայողներով հանցանք են կատարում Հայաստանի տարածքում, այսինքն ռուսական ռազմաբազայից դուրս, եթե այդ հանցանքը ուղղված չի Ռուսաստանի դեմ կամ եթե այդ հանցանքը զինվորական հանցագործություն չի, ապա այդ գործերով քննությունները իրականացնում են Հայաստանի իրավապահները, հա, շատ հստակ է, շատ որևիցե կերպ չի կարող դա երկու ձև ընթերցվել, հա, բայց այստեղ էլ ուրեմն ռուսական կողմը չի հարգում այդ պայմանագիրը ու Պերմյակովի նկատմամբ ինքն է իրականացնում քրեական հետապնդում։ Դանիել, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացավ, որ կդիմի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը եւ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով։ Ձեր կարծիքով, ինչու պարոն Կոստանյանը իր խոստումը մինչև այժմ չի կատարում եւ եթե կատարի ու դիմի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, ռուսները կընտարաճեն մեզ։ Պարոն Կոստանյանի խոստումից արդեն անցել է հա 2.5 համարյա շուտով էսա կլրանա 3 շաբաթում։ Պարոն Կոստանյանը մի քիչ սխալ է ներկայացրել, որովհետև տեսեք, խնդիրը հետևյալն է։ Նախ եւ առաջ պետք է Հայաստանի իրավապահները ձերբակալելու որոշում կայացնեն։ Հայաստանի քննչական մարմինները պետք է որոշեն, որ այս անձին, քանի որ ինքը մեղադրվում է այսինչ հանցանքի մեջ, պետք է ձերբակալել։ Այդ ձերբակալման որոշումը որ լինի, պետք է արդեն դիմել ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը, ոչ թե Ռուսաստանի գլխավոր դատախազին, այլ ընդհանուր ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը, հա, ասել հարգելիներս, մենք այս անձին ձերբակալելու որոշում ունենք, համաձայն այսինչ պայմանագրի, այսինչ դրույթների են, ինչ պայմանագրի են, ինչ դրույթների, խնդրում եք այդ անձին փոխանցել մեզ, միայն փոխանցել, այստեղ հանձնման մասին խոսք չկա, ընդհանրապես փոխանցել։ Այ որ չփոխանցեն, այդ ժամանակ արդեն պետք է դիվանագիտական ուրեմն ուղիներով սկսել հարցի լուծումն գալ, հա, բայց այստեղ էլ իրականում Գևորգ Կոստանյանն անելիք չունի, այստեղ արդեն ավելի շատ արտգործնախարարության լիազորություններն են, եւ դա նաեւ բխում է 97 թվականից ստորագրված պայմանագրից, հա, որ խնդրահարույց հարցերը դիվանագիտական ուղիներով են լուծում։ Գևորգ Կոստանյանի տված խոստումը մի քիչ տարօրինակ խոստում է, հա, որովհետև դա չէ այն պրոցեդուրան, որը պետք է արվի։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն տեսակետին, որ սպանության գործի քննություն իրականացնեն հայկական եւ ռուսական կողմերը համատեղ։ Դեք համատեղ քննություն որպես այդպիսին չի կարող լինել։ Հայաստանի օրենսդրությունը, Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը չեն ենթադրում համատեղ քննություն, հա։ Չեն ենթադրում նաեւ համատեղ դատաքննություն։ Կամ Հայաստանի դատարանն է իրեն դատում, կամ Ռուսաստանի դատարանը։ Թեկուզ եւ եթե այդ Ռուսաստանի դատարանը տեղակայված է Երևանում, հա, իրենց 5-րդ կայազորային դատարանը, դա միևնույն է ռուսական դատարանը։ Հիմա կամ գործը վարում են Հայաստանի իրավապահները, կամ գործը վարում են Ռուսաստանի իրավապահները, հա։ Այստեղ չի կարող լինել գործի համատեղ վարում։ Իրենք կարող են իրար հետ ինֆորմացիան փոխանակել, իրար օգնեն, հա։ Դե հետևելն է, մեկը գործը վարում է, մյուսը օգնում է, դա հասկանալի է։ Իրանք օրինակ վարում են գործը կապված իր զենքով զորամասը լքելու հետ, մենք իրենց տալիս ենք բոլոր անհրաժեշտ նյութեր, իրենց աջակցում ենք այդ գործը վարել, մենք վարում ենք արդեն սպանության գործը, իրենք էլ մեզ են աջակցում սպանության գործով, հա, փոխադարձ օգնություն իհարկե, բայց գործը կոնկրետ վարողը պետք է մեկը լինի, չի կարող երկու կողմ ինչ-որ գործ վարել կամ դատաքննություն իրականացնել, այստեղ այդ բավական հստակ է, հա։ Հիմա հա, եթե ինչ-որ քննչական գործողություն է կատարում, այդ քննչական գործողությանը կարող են երկու կողմերն են մասնակցել, անկախ նրանց թե ում նախաձեռնած քննչական գործողությունն է, կարող են երկու կողմեր մասնակցել, երկու կողմեր տեսնեն ինչ եղավ, ոնց եղավ, մեկը ասի, բա եկեք մի հատ սենց էլ փորձենք, մի հատ այդպես։ Այսինքն այստեղ շատ հնարավորությունները փոխադարձ օգնության շատ կան, բայց հենց քննություն իրականացնելը պետք է անի ինչ-որ մեկը։ Եվ դատաքննություն պետք է իրականացի ինչ-որ մեկը, եւ վերջում մեղավորը կամ մեղավորները պետք է պատիժը կրեն ինչ-որ մի երկրի բանտում, հա, գոյություն չունի հայ-ռուսական բանտ օրինակի համար, հա, Հայաստանի բանտա կամ Ռուսաստանի բանտա, գոյություն չունի հայ-ռուսական դատարան, կամ Հայաստանի դատարանը կամ Ռուսաստանի դատարանը, դատավճիռը վերջում կամ հանուն Հայաստանի Հանրապետությանը կամ հանուն Ռուսաստանի Դաշնությանը, չի կարող լինել դատավճիռ հանուն Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության։
այտենց բան գոյություն չունի։ Դանիել, մեր հանրության մի փոքր հատված կարծում է, որ Պերմյակովին ցանկանում են վերացնել, որպեսզի հնարավոր չլինի բարձել կատարված սպանության իրական թրտապատճառները։ Դուք համամիտ եք այդպիսի դիրքորոշման հետ։ Դժվար է ասել, բայց այն որ ռուսական կողմը խախտելով բոլոր պայմանագրերը Պերմյակովին պահում է իր մոտ, եւ անգամ երբ պարզվեց, որ փաստորեն փոխոստիկանապետը Պերմյակովին պահանջել է դեռ ամսի 13-ին, հա, բայց իրեն չեն փոխանցել։ Դա նշանակում է, որ միգուցե իրենք ինչ-որ թաքցնելու բան ունեն իրոք։ Սա հարցեր է առաջացնում։ Այսինքն կա երկու վարկած, ինչու ռուսական կողմը խախտում է պայմանագրերը, իհարկե գիտակցաբար է խախտում պայմանագրերը, եւ Պերմյակովին չի հանձնում, հա, անգամ այդ բողոքի ալիքների ֆոնին, անգամ այդ պահանջների ֆոնին, հա, պատճառ մեկ, իրենք ինչ-որ թաքցնելու բան ունեն, պատճառ եւ ուզում են, որ Պերմյակովը, այսինքն կարծես թե սպահին գոյություն ունեցող միակ կենդանի ականատես այդ դեպքի, կենդանի եւ հայտնի ականատես այդ դեպքի, հա, կամ վկան, ով ինչ-որ էական մանրամասներ կարող է հաղորդել, հա, լինի իրենց ենթակայության տակ եւ անգամ հայ քննիչները իրենց ռազմաբազայում ուրեմն հարցաքննություն իրականացնեն, որ հանգարց որ իրենք էլ իմանան թե Պերմյակովը ինչ ասեց եւ ինչ չասեց, հա, թե Հայաստանի քրեական դատավարության օրենս գրքին դա հակասում է։ Եվ տարբերակ երկրորդ, որ իրանք ուղղակի չեն հանձնում своих не сдаём принципов, հա, կարևոր չի դու դաշնակից Հայաստան ես, դու թշնամի ես, դու ով ես, ինքը մեր զինվորն է, ինքը մեր քաղաքացին է եւ մենք իրեն չենք հանձնում։ Հա, շատ sense մի քիչ լկտի կերպով, հա։ Այս երկու վարկածներից մեկն է, երկուսն էլ, չգիտեմ, հարուսական հարաբերությունների համար շատ վատ վարկածներ են, որովհետև երրորդ վարկածը չկա, հա։ Երրորդ ողջամիտ վարկածը ինչու իրանք չեն հանձնում, չկա։ Դանիել, կան մարդիկ, ովքեր կարծում են, որ թեև Պերմյակովն ընդունել է իր մեղքը, որ Ավետիսյանների սպանությունն ինքն է կատարել, բայց իրականում մարտասպանն ինքը չէ, իսկ տեղի ունեցածն էլ դիվերսիա է, որի նպատակը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելն է։ Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ ինչպիսին է։ Բավական տարածված տեսակետ է, բայց ես ուզում եմ հետևյալ հարցը տամ։ Ենթադրենք տեղի ունեցածը դիվերսիա է, չգիտեմ, դիվերսիա իրականացված Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից, Ամերիկայի կողմից կամ այլ մոլորակայինների կողմից։ Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահները, հակահետախուզության մարմինները, ուրեմն այդ աստիճան ներեցեք խոտակեր են, որ իրենց քթի տակ ռուսական ռազմաբազայի զինվորի ձեռքով տենց դիվերսիա են անում։ Հա, ես չեմ կարծում, որ դա ուղղակի շատ միամիտ տեսակետ է։ Իրենք արդեն բացահայտած կլինեին, որ սա դիվերսիա է, եւ բոլորիս արդեն հայտնած կլինեն, որ դիվերսիա է։ Եթե անգամ դիվերսիայի մի փոքրիկ, ինչ ասեմ, փոքրիկ նշան լիներ, որ սա իրոք դիվերսիա է, իրենք արդեն բոլոր հաճախություններից կսկսեին հայտարարել, որ այ տեսեք, սա հատուկ դիվերսիա է եղել, լեսինչ ուժերի կողմից, սենց եւ այլն։ Այն որ դա տեղի չի ունենում, դա նշանակում է, որ նման բան չկա։ Որովհետեւ ներեցեք, որտեղ առաջին օր շահագրգռված է հայտարարել, որ սա դիվերսիա է, դա ռուսաստանյան տարբեր ուժերն են եւ Հայաստանի պրոռուսական ուժերն են։ Բայց թե առաջինները, թե երկրորդները նման բան կարծես չեն հայտարարել։ Նաև մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո դրանց մասնակցած որոշ անձանց նաև անչափահասների կանչում են ոստիկանություն, անգամ մարդկանցից ազնագրերն են վերցնում եւ ետ չեն տալիս։ Այո, Դուք փաստեր ունեք այս ամենի վերաբերյալ ինչ-որ։ Ես ասեմ հետեւյալը, որ անչափահասներին ապօրինաբար բաժին են բերում, անչափահասներից առնվազն մեկին բաժնում ծեծում են եւ այլն, այդ մասին ես եմ հրապարակավ հայտարարել եւ ուրեմն այո, ինձ այդ մասին ասել են ուրեմն ինչ-որ աղբյուրներ, որոնք ես կուզենամ իհարկե գաղտնի պահել, ցավոք սրտի ստիպված եմ գաղտնի պահել, որովհետեւ այդ մարդիկ ինձ դա ասել են գաղտնիությունը պահելու սկզբունքով։ Հիմա եթե ոստիկանությունը որոշի, չգիտեմ, դեպքի հետ կապված քրեական գործ հարուցել կամ
ինչ որ քննություն իրականացնել, ապա այդ դեպքում ես այո կբացահայտեմ իմ աղբյուրը, կներկայացնեմ փաստերը, որովհետև փաստերը կան եւ այլն, հա, բայց ոստիկանության հայտարարությունը առայն որ իրենք չգիտեմ նման հայտարարություններ տարածողներին ինչ որ պատասխանատվության կկանչեն, թող փորձեն պատասխանատվության կանչել, դա էլ ավելի վատ ոստիկանության համար, էլ ավելի վատ են ոստիկանների համար, ովքեր ձեռք են բարձրացրել 15-16 տարեկան ուրեմն անչափահասների վրա։ Այսինքն ձեր ասածից ստացվում է, որ ոչ միայն անչափահասներին հրավիրել են, այլև բնություն են գործադրել նրանց նկատմամբ։ Առնվազն մեկ անչափահասի մասով ես նման տեղեկություն ունեմ։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, այսօր Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում հյուրընկալել ենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին։ Մենք այսօր անդրադարձանք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո հարուցված քրեական գործի հայկական կողմին փոխանցելու պահանջին։ Հաղորդումը վարեց Անահիտ Սիմոնյանը, ցտեսություն։